Այդ դատական գործընթացը ուղղված չէ միայն այս 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի անցյալի եւ ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի եւ դատավճիռի այն սկսվում է անցյալ դարի սկզբներից։ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերն այսպես են բնորոշում դատական այն ֆարսը, որով անցնում են Արցախի ռազմաքաղաքական նախկին առաջնորդներն արդեն 3, մյուսները 6 տարի 2020-ի պատերազմից մինչև այս պահը։ Եթե հայ-ադրբեջանական սահմանին կրակոցները դադարել են, Բաքվում հայեր կան, որոնց համար 44-օրյան վերջին դրվագն է, ինչ տեսել են նախքան գերեվարվելը։ Հայ գերիների գործերով դատական նիստերը Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը Ալիևյան դատական համակարգից ընդհանուր եւ ոչ միատյանից առանձնակի սպասելիքներ չունեն, արդար որոշումների չեն սպասում։ Պարզապես միջազգային դատական ատյաններ տանող միակ ճանապարհն է սա, որը պիտի կտրեն գտնելու արդարությունը։ Մենք իհարկե շատ լավ հասկանում եւ բարձ դիտակցում ենք, որ սա ֆորմալ բնույթ է կրում եւ այստեղ որևէ փոփոխություն չի կարող լինել առաջիատյանի դատավճռի հետ կապված, այդ մասին էլ հայտարարել ենք դատարանում։ Նույնիսկ որոշ պաշտպաններ արդեն մտահոգություն են հայտնում դատական կոլեգիայի նիստում, որ այսպիսի դատավարությամբ եւ այսպիսի փաստերով գնալ միջազգային դատարան իրենց համար շատ ծանր կլինի եւ ամոթ է։ Ընդ որում Բաքվի վերաքննիչ դատարան հասած հայ գերիները մինչև օրս նույնիսկ տեղյակ չեն, թե ինչի համար են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտվել։ Նրանք առաջինատյանի վճիռը նույնիսկ չեն էլ տեսել եւ չգիտեն, թե ինչու է իրենց մեղավոր ճանաչել Ադրբեջանի այսպես կոչված դատարանը։ Անկամ եթե տրամադրվեր այդ վճիռը, իհարկե շատ քիչ հույս կար ու հավանականություն, որ վերաքննիչ դատարանը արդար կգործեր եւ իրականում այդ ամիջը հաշվի կառներ։ Բայց անգամ դա, այսինքն ձևական գոնե ապահովել երաշխիքները, որոնք նախատեսված են եւ ներպետական օրենսդրությամբ եւ միջազգային պարտավորությունների շրջանում, անգամ դա չեն անում։ Դատավճիռային հիմնական գործիքն է, որի միջոցով դու կարող ես իմանալ կոնկրետ ապացույցը ճիշտ է գնահատվել թե սխալ, այս վկայությունը տեղին էր թե ոչ եւ այլն։ Հանրային պաշտպանները բողոքարկում են իրականացրել առանց դատավճիռներին ծանոթանալու։ Առ այսօր էլ նրանցից շատերը մեծ հետ նամակագրության մեջ ընթացքում պնդում են, որ չունեն դատավճիռների ամբողջական տարբերակը, ուստի չեն կարող տրամադրել ընտանիքի անդամներին։ Դատավճիռները չտրամադրելով Ադրբեջանը փորձում է կանխել միջազգային գործընթացները։ Չհրաժարվելով Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջից որպես խաղաղության սպիտակ փաստաթղթի տակ վերջնական ստորագրություն դնելու նախապայման, Բաքուն միաժամանակ փորձում է հայ-ադրբեջանական հարաբերություններն արդեն բարի դրացիության հարթության մեջ ներկայացնել, պնդելով, թե սահմանին արդեն իսկ փաստացի հաստատվել է խաղաղությունը։ Սակայն հայ փորձագետների համոզմամբ սա պարզապես հեգնանք է իրականությանը անհամատեղելի փաստերի հետ։ Մասնագետների խոսքով, քանի դեռ 2 տասնյակ հայեր շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, հաստատված խաղաղության մասին խոսելը վաղաժամ է։ Պնդում են ջաղերի մյուս կողմում պահվում են ոչ միայն մարդիկ, այլև հենց խաղաղությունը։ Տրամաբանությունից զուրկ եմ, որովհետև չի կարող լինել ինստիտուցիոնալ խաղաղություն ասվածը, որի մասին երկուստեք ակնարկում են կողմերը, բայց Բաքվում միակողմանիորեն պահվեն հայ ռազմագերիներ։ Այսինքն մի թեմա, որը որ դեռևս ամփոփում չի ստացել։ Բաքվի զնդաններում ապօրինաբար պահվող հայ գերիներն այժմ փորձում են հասկանալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը ադրբեջանական քրեական օրենսդրության իրենց դեմ դրված մի շարք հոդվածների վերաբերյալ։ Խոսքը մասնավորապես այն մեղադրանքների մասին է, որոնք ներկայացվել են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, նրանց վերագրելով 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստումն ու իրականացումը։ Մինչդեռ տեղի ունեցածը աշխարհի բաց աչքին էր։ Միջազգային հանրությունը տեսել է Արցախի հայ ժողովրդի վրա հարձակվել է ադրբեջանական կողմը։ Ադրբեջանը օգտագործում է գերիներին որպես ճնշման միջոց Հայաստանից միակողմանի կորզելու զիջումներ, իսկ Հայաստանը փորձում է լուծել հարցը դիվանագիտական ճանապարհով, միջազգային ճնշումը կա, բայց բավարար չէ արագ լուծման համար։ Բաքվում էլ գերիները, ինչպես պատմում են իրենց ընտանիքների հետ զրույցներում, չեն զգում Հայաստանի շունչը։ Միևնույն ժամանակ, սակայն կառավարությունից պարբերաբար հայտարարում են, թե գերիների ազատ արձակման հարցը բարձրացնում են հնարավոր եւ անհնար բոլոր բանակցային ձևաչափերում։ Եթե չի լուծվել հարցը, դա ինչ նշանակում է։ Դա նշանակում է, որ համաձայնություն չկա։ Դա ոչ թե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ նշանակում է, որ չկա համաձայնություն, ըմբռնում։
Իսկ փորձագիտական համայնքում կարծում են, որ կառավարությունը բավարար ջանքեր գործի չի դնում հայ գերիների ազատ արձակման խնդրի լուծման համար, խուսափելով Բաքվի հետ ընթացող երկխոսության հնարավոր լարումից։ Եթե իրական ինստիտուցիոնալ խաղաղության մասին է խոսքը գնում, պարզ է, որ չի կարող մեկ երկրում չլինել ընդհանրապես բանդարգյալ, իսկ մյուս երկրում պահվեն այդքան բարձրաստիճան ղեկավարներ։ Բաքվում հանիրավի պահվող 20 հայերի նկատմամբ կայացված դատավճիռները ըստ հայ գերիների պաշտպանների պայմանավորված են ոչ թե իրավական հիմքերով, այլ նրանց ազգային պատկանելիությամբ, այն պատճառով, որ հայ են։ Սա պարզ քաղաքականություն է, ոչ թե դատ, այլ դատաստան։ Անկախ Հայաստանի կառավարության հնարավոր աջակցությունից գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները պատրաստվում են այս գործերը միջազգային դատական ատյաններ հասցնել։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դիմումն արդեն մարդու իրավունքների եվրոպական դատարանում է։ Ես սպասում էի, որ գոնե Ադրբեջանի իշխանությունները հսկայածավալ հանրային պետական ռեսուրս օգտագործելով կկարողանան բացահայտել GET1 հանցավոր արարք, որը կվերագրեին Արցախի ղեկավարությանը, ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Գործը ցույց տվեց, որ նրանք չեն կարողացել նման արարքներ գտնել, թեկուզ կեղծ ապացույցների հիման վրա կոնկրետ արարքներ վերագրել։ Գործը հրատապ կարգով քննելու միջնորդությամբ է հասել Եվրադատավորների սեղանին։ Երևանում փաստաբաններն ակնկալում են, որ Միեդը կհաստատի Բաքվում հայերի այսպես կոչված դատավարությունների ընթացքում որևէ երաշխիք չի պահպանվել։ Գերիներին վերագրվող հանցանքները գոյություն չունեն, հետևապես ապօրինաբար են վճռել նրանց 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտել, իսկ կոնկրետ Ռուբեն Վարդանյանի դեպքում սա նաև այլ պատճառներ է ունեցել։ Մենք նաև հիշատակել ենք, որ այս հետապնդումը պայմանավորված է Ռուբեն Վարդանյանի իրավապաշտպանական գործունեությամբ եւ Բաքվի իշխանություններին ուղղված քննադատությամբ կապված Արցախ հայերի նկատմամբ վարվող քաղաքականության հետ, ուստի դա միջամտություն է նաև խոսքի ազատությանը, միավորվելու քաղաքական իրավունքի իրականացմանը եւ այս ամենը տեղի է ունեցել նաև խտրական հիմքով պայմանավորված վերջինիս էթնիկ պատկանելիությամբ։ Մարդուն հնարավոր է զրկել ազատությունից, բայց անհնար է նրա ձեռքից ազատ ապրելու ձգտումը խլել։ Այս ձգտումն է, որ պահում է հույսը նույնիսկ այնտեղ, որտեղ փակվում են երկաթե դռներն ու օրերը գլորվում իրար նման։ Քանի դեռ Բաքվի բանտերում շարունակվում են մնալ հայ գերիներ, մեր պատմության այս էջը շրջված չէ, ու որ առավել կարևոր է, ավելին այն դեռ շարունակելու է պահանջել ոչ միայն իրավական, այլև քաղաքական ու մարդկային պատասխաններ, պահանջել ու ստանալ։ Այդ պահանջն ունի անուններ, դեմքեր, մինչև Բաղձալի տունդարձը աղոթք։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրան Գյուն։